Բարև ձեզ հայրենակիցներ, կուզենայի ձեզ ծանոթացնել Civil 3D ծրագրի այն գործիքներին, որոնք նախատեսված են կիրառել շինարարական և նախագծային աշխատանքներում ծավալները հաշվելու համար։ Սովորաբար շատ շինարարական կազմակերպություններ օգտվում են CAD Tools հավելվածից, որը ներբեռնվում է AutoCAD ծրագիր։ Փորձենք օգտվել ծավալների հաշվման այլ տարբերակից, և այդ տարբերակը կցուցադրեմ ձեզ ճանապարհաշինարարության ոլորտում։ Բացենք ֆայլը, որի մեջ առկա է իրադրության հատակագիծ և ծրագիծ, որը կառուցված է Civil 3D գործիքներով։ Նախևառաջ կուզենայի խորհուրդ տալ իրադրության հատակագիծ կազմողներին բոլոր գծային և ոչ գծային օբյեկտները տեղադրել տվյալ օբյեկտները բնորոշող շերտերում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք առանձնացնել դրանք։ Օրինակ նշենք որևիցե բնորոշ գիծ։ Նկատում ենք, որ բնորոշ գծի անվանումը դրված է արգելապատնեշ անվան շերտի տակ։ Նախևառաջ փորձենք կատարել հաշվարկներ ոչ գծային օբյեկտների հետ, օրինակ ազդանշանային սյուների հետ, որոնք իրադրության հատակագծում նշված են քառակուսով։ Նշենք ազդանշանային սյուներից մեկը և կատարենք մկնիկի աջ մատնազարկ։ Բացված ցուցակում ընտրենք «Выбрать аналог» տողը։ Նկատում ենք, որ գծագրում նշվում են բոլոր ազդանշանային սյուները։ Մկնիկի ձախ մատնազարկով նշենք նաև ծրագիծը։ Կատարենք մկնիկի աջ մատնազարկ։ Բացված պատուհանում ընտրենք «Разделить объекты» տողը, այնուհետև «Разделить выделенные объекты»։ Գծագրում կառանձնանան ծրագիծը և ազդանշանային սյուները։ Բացենք անալիզ ենթաբաժինը։ Եվ «Объем работ» բաժնում սեղմենք «Диспетчер объем работ» կոճակը։ Կբացվի պատուհան «Диспетчер объемов» անվանումով, սեղմենք «Открытие главного списка статей расхода и дополнительного файла классификации» կոճակը։ Բացված պատուհանում սեղմենք «Файл статьи расхода» տողում գտնվող պապկեն։ Բացված պատուհանում կբացվի գործարանային ֆայլերը, որոնց միջոցով կարելի է հաշվել «Статьи расхода»։ Բայց ես առաջարկում եմ ստեղծել մեր «Статьи расхода»։ Կատարենք մկնիկի աջ մատնազարկ «Getting started rus.csv» ֆայլի վրա և սեղմենք «Открыть»։ Կբացվի Excel ծրագիրը, որի մեջ առկա են գործարանային ծախսերի հոդվածները։ Նշենք վերևի 3 վերնագրերը և պատճենենք դրանք։ Բացենք Excel-ի նոր էջ սեղմելով Ctrl+N և տեղադրենք 3 վերնագրերը, որոնք պատճենել էինք։ Ծախսերի հոդվածներում մուտքագրվում են հիմնականում 3 պարամետրերը։ Դրանք են քանակ, որի սինտաքսիսն է each, երկարություն m և մակերես m2։ Pay item սյունակում մուտքագրենք հաջորդաբար ազդանշանային սյուն, այնուհետև արգելապատնեշ, մանրահատիկ ասֆալտբետոն։
item description USC սյունակում մուտքագրում ենք համապատասխանաբար Ghost 5097-2011 Ghost 264-86 Օրինի tip B Unit սյունակում մուտքագրում ենք each M2 այնուհետև սեղմենք ենք file сохранить как обзор tip file-ը նշում ենք CSV разделитель git запятая CSV Եվ նշում ենք այն տեղը, որտեղ ուզում ենք պահպանել ֆայլը։ Օրինակ D 2025 works վիդեո դասեր, ծավալներ ու email ֆայլի մեջ ընդհանրենք մուտքագրում ենք ուսումնական։ Սեղմենք сохранить։ Բացում ենք Civil-ը։ Այնուհետև որոնում ենք մեր ստեղծած ֆայլը D 2025 վիդեո դասեր, ծավալներ, ուսումնական CSV։ Սեղմում ենք OK։ Նկատում ենք, որ dispatcher объемов պատուհանում ի հայտ են գալիս մեր ստեղծած ծախսերի հոդվածները։ Գծագրում նշենք որևիցե ազդանշանային սյուն, կատարենք մկնիկի աջ մատնազարկ և ընտրենք выбрать аналог տողը։ Գծագրում նշվում են բոլոր ազդանշանային սյուները։ Dispatcher объемов պատուհանում կատարենք մկնիկի աջ մատնազարկ ազդանշանային սյուն տողի վրա։ Առաջացած ցանկում ընտրում ենք назначить статью расхода։ Նույն պատուհանում սեղմենք выполнить команду расчета объема работ պիտակը։ Բացված պատուհանում բոլոր գործարանային պայմանները թողնելով նույնը սեղմենք вычислить։ Կբացվի պատուհան отчет по объему работ անվանումով։ Ներքևի տողում տեղադրում ենք summary csv.xsl տողը։ Արդյունքում կունենանք ընդհանուր ազդանշանային սյուների քանակը։ Մեր դեպքում 173։ Փակենք պատուհանը։ Իսկ հիմա սեղմենք подробный պայմանը։ Տվյալ պատուհանում հնարավորություն կա կազմել ամփոփագիր ոչ միայն ծրագծի ամբողջ երկայնքով, այլ նշված հատվածում։ Դրա համար կարող ենք ակտիվացնել ограничить диапазон пикетов պայմանը և ընտրել մեր դիապազոնը։ Մեր դեպքում մենք փորձենք կազմել ամփոփագիր ծրագծի ամբողջ երկայնքով։ Отчет по пикетам и смещениям относительно բաժնում տեղադրում ենք մեր ծրագիծը։ Սեղմենք вычислить։ Բացված պատուհանի տակի տողում տեղադրում ենք detailed count csv.xsl տողը։ Արդյունքում առաջանում է մանրակրկիտ ամփոփագիր, որտեղ ցուցադրվում է ազդանշանային սյունի պիկետը, շեղվածությունը ծրագծից և կողմը։ Սեղմենք սохранить как կոճակը։ Ցույց տանք տեղը, որտեղ կուզենանք պահպանել ամփոփագիրը։
Մեր դեպքում 2025 works, վիդեո դասեր, ծավալներ։ Անունը դնում ենք ազդանշանային սյուներ։ Մենք սախրանից։ Բացենք Excel։ Ծրագիրը։ Տեղ մենք открыть, обзор, տեղադրում ենք все ֆայլի պայմանը, բացում ենք մեր պապկեն, նշում ենք ազդանշանային սյուներ ֆայլը, սխում ենք открыть։ Բացված պատուանում ընտրում ենք с разделителями պայմանը, սխում ենք далее, այնուհետև հաջորդ պատուանում ընտրում ենք точка запятой պայմանը և սխում ենք готово։ Արդյունքում ունենում ենք մանրակրկիտ ամփոփագիր ազդանշանային սյուների հետ կապված Excel ֆորմատով։ Սխում ենք Save և փակում ենք Excel ծրագիրը։ Փակենք отчет по объему работ պատուհանը, նաև փակենք вычислить объемы работ պատուհանը, նշենք գծագիրը, կատարենք մկնիկի աճ մատնազարկ, ընտրենք разделить объекты բաժինը և закончить изоляцию объектов։ Այնուհետև գծագրի վրա նշենք ծրագիծը և բոլոր արգելապատնեշները։ Նշում ենք որոցի մի հատ արգելապատնեշի վերաբերող բնորոշ գիծ, կատարում ենք մկնիկի աճ մատնազարկ, выбрать аналог, այնուհետև նշում ենք մեր ծրագիծը, ևս մկնիկի աճ մատնազարկ, ընտրում ենք разделить объект և разделить выделенные объекты։ Այնուհետև նշենք բոլոր արգելապատնեշներին վերաբերող բնորոշ գծերը, Dispatcher объемов պատուհանի մեջ մկնիկի աճ մատնազարկ կատարենք արգելապատնեշ տողի վրա և ընտրենք назначить статью расходов տողը։ Սեղմենք կանաչ պիտակը, այնուհետև սեղմենք выполнить команду расчета объема работ պիտակը, արգելապատնեշների ընդհանուր երկարությունը իմանալու համար տեղադրում ենք сводка պայմանը, այնուհետև սխում ենք вычислить։ Բացված պատուհանի տակի տողում տեղադրում ենք summary CSV XSL։ Մեր դեպքում արգելապատնեշի ընդհանուր երկարությունը կազմում է 4250.33 մետր։ Փակենք պատուհանը։ Այժմ ակտիվացնենք подробный պայմանը։ Նշենք ծրագծի անունը և սխմենք вычислить։ Բացված պատուհանում տեղադրում ենք detailed liner CSV.XSL։ Պատուհանում կարտապատկերվի արգելապատնեշների ավելի մանրակրկիտ ամփոփագիր, որտեղ ցուցադրված է արգելապատնեշների երկարությունը, սկզբնական պիկետը, վերջնական պիկետը, շեղվածության չափը ծրագծից, նույն կերպ ինչպես ազդանշանային սյուների հետ կատարեցինք, այնպես էլ այստեղ կարող ենք ներբեռնել Excel ծրագրի մեջ։
Փակենք բոլոր պատուհանները, մինչև հասնենք dispatcher objection-ով պատուհանին։ Դիտարկենք դեպք, երբ կատարվում են շինարարական աշխատանքներ եւ գեոդեզիական խումբը ուղարկում է օրվա կատարված աշխատանքները։ Ասենք մանրահատիկ ասֆալտբետոնի տվյալներն են ուղարկում։ Առանձնացնենք ծրագիծը եւ այն կոնտուրները, որոնք բնորոշելու են մանրահատիկ ասֆալտբետոնը։ Նշում ենք կոնտուրները, կատարում ենք մկնիկի աջ մատնազարկ մանրահատիկ ասֆալտբետոն տողի վրա, որը գտնվում է dispatcher objection-ով պատուհանի մեջ։ Նշանակում ենք назначить статью расходов։ Այնուհետև սեղմում ենք выполнить команду расчета объема работ պիտակը։ Մանրահատիկ ասֆալտբետոնի ընդհանուր մակերեսը իմանալու համար սեղմում ենք сводка պայմանը։ Այնուհետև սեղմում ենք вычислить կոճակը։ Տակի տողում տեղադրում ենք summary CSV.xsl ֆորմատը։ Արդյունքում նկատում ենք, որ մանրահատիկ ասֆալտբետոնի մակերեսը օրվա կտրվածքով մեր մոտ կազմում է 585.78 մետր քառակուսի մակերես։ Փակենք պատուհանը։ Ավելի մանրակրկիտ ամփոփագիր ստանալու համար սեղմում ենք подробный պայմանը, նշում ենք մեր ծրագծի անվանումը եւ սեղմում ենք вычислить կոճակը։ Տակի տողում տեղադրում ենք detailed area csv.xsl։ Բացված պատուհանում մանրահատիկ ասֆալտբետոնի մակերեսները արտապատկերված են առանձին։ Առաջի կոնտուրում մեր դեպքում 320.81 մետր քառակուսի մակերես ունի, երկրորդ կոնտուրում 264.97 մետր քառակուսի։ Ամփոփագիրը վերոհիշյալ ձևով կարող ենք ներբեռնել Excel։ Փակենք բոլոր պատուհանները, մինչև հասնենք dispatcher objection-ով պատուհանին։ Dispatcher objection-ով պատուհանի վերջին ֆորմուլա անվանումով սյունակում հնարավորություն ունենք մուտքագրել բանաձև։ Որպես օրինակ, փորձենք հաշվել օրվա կտրվածքով քանի տոննա մանրահատիկ ասֆալտբետոն է օգտագործվել։ Բացենք Excel-ով մեր ծախսերի հոդվածները։ Pay item սյունակում ավելացնում ենք մանրահատիկ ասֆալտբետոն տոննա։ Item description USC սյունակում ավելացնում ենք type B տոննա։ Unit E սյունակում ավելացնում ենք M2։ Սեղմենք սահրանից,
Փակում ենք Excel-ը, նշում ենք ուսումնական CSV եւ պատկրիչ։ Ասում ենք OK։ Մանրահատիկ ասֆալտ բետոն տոննա տողում եւ ֆորմուլա սյունակում մատնազարկենք դատարկ վանդակի վրա։ Բացված պատուհանում մատնազարկում ենք քառակուսի պլյուս նշանով պիտակին։ Ընտրում ենք պլոշից էլեմենտը։ Ծեղում ենք բազում պատկած։ Մուտքագրենք մանրահատիկ ասֆալտ բետոնի խտությունը 2.5 եւ ծեղում ենք բազում պատկած մանրահատիկ ասֆալտ բետոնի հաստությամբ։ Մեր դեպքում 5 սանտիմետր, այսինքն մուտքագրում ենք 0.05 մետր։ Ծխում ենք OK։ Ընտրում ենք մանրահատիկ ասֆալտ բետոնի կոնտուրները։ Մեր դեպքում արդեն ընտրված են։ Մկնիկի աջ մատնազարկ ենք կատարում մանրահատիկ ասֆալտ բետոն տոննա տողին եւ ընտրում ենք назначить статью расхода։ Ծխում ենք Выполнить команду расчета объема работ պիտակին։ Բացված պատուհանում ընտրում ենք Svodka պայմանը եւ սխում ենք Вычислить։ Տակի տողում տեղադրում ենք Summary CSV.xsl։ Արդյունքում ունեն մեր մոտ ավելանում է տող մանրահատիկ ասֆալտ բետոն տոննա անվանումով, որտեղ նշված է 73.22 տոննա չափման միավորով ասֆալտ բետոն։ Փակենք պատուհանը, ծխում ենք Подробный պայմանը, ընտրենք ծրագրի անվանումը, ծխում ենք Вычислить։ Տեղադրում ենք Detailed Area CSV.xsl տողը։ Պատուհանում կարտապատկերի մանրակրկիտ ամփոփագիր, որը կարող ենք սարքել Excel ֆորմատի ֆայլ։ Այսպիսով, նմանատիպ ձևով կարելի է ստեղծել ծախսերի հոդվածներ բոլոր օգտագործվող նյութերի համար, եւ այդ ծախսերի հոդվածների ֆայլը օգտագործել հետագա շինարարական միջոցառումներում։ Արդյունքում ձեր աշխատանքները կլինեն ավելի համակարգված եւ արդյունավետ։ Տեսանյութով կարող եք կիսվել ձեր գոլեգաների եւ ընկերների հետ։ Շնորհակալություն ուշադրության համար։